Մեր հասարակությունում մի տարօրինակ սովորություն կա։ Հենց դեռահասը սկսում է ակտիվ լինել, իր կարծիքն ունենալ, չհամաձայնել ծնողների հետ, կամ ուղղակի այնպիսին լինել, ոնց որ կա։ Հարազատները, բարեկամները, ծնողները եւ այլն այդ դեռահասին դնում տանում են հոգեբանի մոտ։ Դե հասկացող մարդիկ են, լսել են, որ հոգեբանը պիտի ուղեղը տեղը բերի, որ իրենց երեխան իրենց ուզած պլաստիլինի կտորը դառնա։ Բայց խնդիրը այն է, որ հոգեբանը ոչ թե մտել է դեռահասների բնավորությունը ջարդելու գործի մեջ, այլ լրիվ հակառակը։ Պիտի օգնի, որ մարդը ավելի լավ ճանաչի իրեն, ընդունի իր առանձնահատկությունները ու սովորի ճիշտ կառավարել դրանք։ Հիմա ինչա տեղի ունենում։ Մեղվի բունը սկսում են քանդել։ Այնքան են բզբզում այդ երեխուն նյարդայնացնում, ճնշում, ամոթանք տալիս, համեմատում ուրիշների հետ, որ մարդը նորմալ ինքնություն ձևավորելու փոխարեն մի հատ լուրջ հոգեկան խառնաշփոթ է ունենում։ Ու արդյունքում առողջ, բայց գերակտիվ երեխու տեղը ունենում են սթրեսից ընկճված, հոգնած, կյանքից զզված դեռահաս։ Ու այս անգամ ում մոտ են տանում։ Հոգեբուժի։ Հիմա հարց. այդ ինչ ծնողական սեր է, որ երեխուն առաջինը կոտրում է, իսկ հետո փորձում նորոգել։ Երեխեն ոնց է մեծանալու, ոնց է ձևավորվելու, ինչ արժեքներով է ապրելու։ Դա չի որոշվում հոգեբանների կամ հոգեբուժների աշխատասենյակներում։ Դա որոշվում է այն պահից, երբ ծնողը որոշում է ընդունել իր երեխային այնպիսին, ինչպիսին կա։ Ոչ թե վերածում մեր ուզածի պես մեկի։ Ընկերներ, միացեք իմ Facebook-յան էջին։